Ծաղկազարդ խորագրով գծանկարների ու գունանկարների թեմատիկ ցուցահանդեսն այս օրերին զարդարում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահը։ Շարքի հեղինակը Հայաստանի վաստակավոր նկարիչ Հովհաննես Շարամբեյանի թոռնուհի Լուսինե Շարամբեյանն է։ Ասում է, պարտավորեցնող է պապի անունը կրող թանգարանում արվեստասերին ներկայանալը։ Իմ համար շատ կարևոր էր այստեղ ցուցադրվելը, որտեվ պապիկիս չեմ տեսել եւ բայց զգում եմ իր կապը ամեն օր իմ հետ եւ այս եւս մեկ միջոց էր իր հետ կապը պահպանելու եւ շատ ուրախ եմ, որ կարողացա այստեղ ցուցադրվել։ Դիլիջանյան հարուստ բնությունն արտացոլող 46 աշխատանքում նկարչուհին ներկայացնում է իր մանկության, պատանեկության հուշերը, ներկայի տպավորությունները, գծանկար գունանկարներից զատ ստեղծագործում է նաև հաստոցային գրաֆիկայի, օֆորտի ու լիտոգրաֆիայի ժանրերում։ Գրաֆիկական աշխատանքներում աշխատում եմ ցույց տալ մեր առօրյա կյանքի այն մասերը, որոնց կողքով մարդիկ անցնում են ամեն օր, բայց չեն նկատում, իսկ ես փորձում եմ մեր հարազատ, գեղեցիկ տեղերը ասենց ֆիքսել եւ ամբողջ իր գեղեցկությունը ցույց տալ իմ գրաֆիկաների միջոցով։ Այս ցուցադրությանը նկարչուհին պատրաստվել է 1 տարի, այն նվիրվում է հոր Արամ Շարամբեյանի հիշատակին։ Ժողովրդական արվեստների թանգարանի տնօրենի խոսքով իրենք միշտ պատրաստ են հարթակ տրամադրելու երիտասարդ ստեղծագործողներին եւ բացահայտելու նոր անուններ։ Թանգարանը առհասարակ համագործակցում է տարբեր արտիստների հետ, տրամադրելով մեր ժամանակավոր ցուցադրությունների սրահը, որովհետև մեզ համար շատ կարևոր է, որպեսզի բացի այն, որ հանդիսանում ենք ազգային մշակույթը պահպանող կառույց, բայց նաև հասկանանք, որ այսօր էլ է ստեղծվում արվեստ եւ այսօր էլ ձևավորվում է մեր սերնդի եւ միգուցե ապագա սերունդների նաև ինքնությունը որոշ չափով եւ այդ պատճառով բազմաթիվ նման համագործակցությունները մեզ միշտ հետաքրքիր են։ Կարծում եմ ավելի շատ նկարչուհու ներաշխարհի արտացոլումն է եւ կանչն է կապված երևի կյանքի նաև վերջին իրադարձությունների հետ եւ այստեղ կգտնեք իրոք պահեր կյանքի տարբեր դրվագներ ու հենց դրանով է հետաքրքիր, որ յուրաքանչյուր նկարի մեջ կարող ես ինչ-որ ձևաչափով գտնել այդ ծաղկազարդը։ Լուսինե Շարամբեյանը շուտով արվեստասեր հանրությանը կներկայանա նոր ցուցադրությամբ, թե ինչ ժանրում չի բացահայտում։ Յուրա Վահանյան, Հովհաննես Քյոսեյան, Էդգար Դավթյան, լուրեր։